Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, խոսելու ենք մի շատ հետաքրքիր բույսի մասին, որը հավանաբար շատերիդ է հայտնի, մաժիվելնիկ գիհի կամ ջունիպերուս են ասում, սակայն նրա բազմաթիվ օգտակար հատկությունների մասին քչերը գիտեն։ Այն օգտագործում է եւ խոհանոցում, եւ օդը մաքրելու համար, եւ ֆենշույում է օգտագործում, նրանից ստանում են եթերային յուղեր, նրանից ստանում են հրաշալի փայտանյութ։ Եկեք մի փոքր ծանոթանանք նրա տեսակներին, իսկ տեսականին անցնում է 75-ից, ապա վերադառնանք եւ խոսենք նրա տնկման եւ խնամքի մասին։ Գիհիները անփոխարինելի բույսեր են ինչպես քաղաքային կանաչապատման, այնպես էլ պարտեզների եւ պուրակների համար։ Նրանք հանդես են գալիս երկու ձևով, կամ թփանման, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 3 մետրի, կամ ծառանման, որը տարիների ընթացքում դառնում է մինչև 18 մետր։ Ուրեմն տեսակներից շատ են սովորականը, բազմապտուղը, կազակականը, նանատեսակը, կարճ տեսակը։ Այս բույսերի բազմացումը կատարվում է կամ պտուղներից առաջացած սերմերի միջոցով, այդ դուք հիմա տեսնում եք, որ հասունանում է 3 տարվա ընթացքում, կամ անդալիզով, կամ իհարկե կտրոններով, որը քիչ անց ես ձեզ կցուցադրեմ։ Իսկ գույները շատ են, կապտավուն է լինում, կանաչավուն, մուգ կանաչ, ոսկեգույն, այնպես որ ընտրությունը պարտեզները ձևավորելու շատ մեծ է այս բույսերի հետ կապված։ Եվ այսպես գիհին մշտադալար կամ ասեղնատերև կամ թեփուկանման տերևներով բույս է, ինչպես արդեն նշեցի, որը աճում է եւ այգիներում, եւ այսօր խորհուրդ են տալիս պահել նաեւ տանը, որովհետեւ հրաշալի ֆիտոնցիդներ է արտադրում, որոնք օդը մաքրում են գրեթե բոլոր հիվանդություններից, իսկ սա հատկապես մեզ անհրաժեշտ է ձմեռային էպիդեմիաների ժամանակ։ Բացի այդ տալիս է շատ լավ թթվածին եւ քիչ հետո կնշեմ ֆենշույում ինչպես է օգտագործվում։ Այս բույսը այգում տնկելու համար անհրաժեշտ է կանխավ նրա համար գտնել ամենահարմար տեղը։ Իսկ ո՞րն է ամենահարմար տեղը՝ լուսավոր, արևոտ եւ ամենակարևորը՝ հոսող ջրեր այդտեղ, որոնք կարող են կուտակվել հողի մեջ, չլինեն։ Այս բոլոր պայմաններից հետո հողի նկատմամբ առանձնապես մեծ պահանջ չունի, իհարկե հրաշալի աճում է փոքր թթվայնություն ունեցող հողերում, այսինքն pH-ը 5.5-ից 6.5 սահմաններում, սակայն ցանկացած հողում կարելի է տնկել։ Ասեմ ավելին, եթե պարտեզում ունեք որևէ տեղ, որտեղ ասենք թեքություն ունեք, կամ այգու մի մասը ցանկանում եք բաժանել մյուսից, ապա այդ թեք վայրերում ուրեմն հողը հավաքելու եւ չհոսեցնելու համար անպայման տնկում են գիհիներ։ Եվ այսպես, եթե որոշել եք պարտեզում կամ այգում տնկել գիհի, ոչ թե պահել տանը ծաղկամանի մեջ, ապա անհրաժեշտ է փոսը փորել, նախ ավելի լավ է գնեք փակ արմատային սիստեմով, դա ինչ է նշանակում, աճեցրած հենց ծաղկամանի մեջ։ Փոսիկը փորում ենք նրանից մոտարապես 2-3 մատ ավելի խորը եւ առատորեն լցնում ենք նրա մեջ դրենաժ։ Ինչու, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, շատ ջուր գիհին չի սիրում, ավելին ասեմ, հրաշալի դիմանում է տապերին, եւ որքան էլ ցավոտ թեմա է, սիրելիներս, այս շատ եք հարցնում, իհարկե չեմ սիրում այս թեմային անդրադառնալ, պարզապես հարցերը շատ են, ինչ կարելի է տնկել գերեզմանում, որպեսզի խնամքը քիչ լինի, առաջնահերթ ուրեմն խորհուրդ է տրվում գիհիները, որովհետեւ իսկապես պահանջը շատ քիչ է, բայց եկեք փակենք այս թեման եւ նորից շարունակենք նրա դրական հատկությունների մասին։ Ինչպես ասացի, ընտրեցինք տեղը, ցանկալի է հողագնդիկը հանել այսպես ծաղկամանից հենց իր հողագնդիկով եւ մոտավորապես 1-2 ժամ այն պահել կորնեվինի լուծույթի մեջ։ Կորնեվինին ես կանդրադառնամ դարձյալ բազմացնելու ժամանակ, եթե այդ հնարավորությունը չունեք, պարզապես տնկելուց հետո անպայման ջրեք կորնեվինով։ 1 գրամը նախատեսված է 1 լիտր ջրի համար։ Ուրեմն ամենալավ ժամանակը տնկման ապրիլից մինչև նոյեմբեր ամիսն է։ Սա այն բույսն է, որը հրաշալի ենթարկվում է էտման։ Հետևապես, չափը նրա, եթե պահում եք տանը կամ որևէ տեղ, որտեղ ասենք պատրաստում եք այսպես, ես
ուղղակի դասավորել եմ ծաղկամաններով, որպեսզի տեսնեք, կլումբաներում, այսինքն ծաղկաթմբերում շատ է օգտագործում։ Եթե չեք ցանկանում, որպեսզի մեծանա ծածկի ծաղիկները, ապա հեշտությամբ կտրատում եք նրան եւ տալիս եք ձեր ցանկացած ձևը։ Սա է նրա առավելագույն հատկություններից մեկն է։ Հիմա խոսեմ պտուղների մասին։ Նրա պտուղները հասնում են մոտավորապես 1-ից 3 տարվա սահմաններում։ Ուրեմն ֆրանսիական եւ գերմանական խոհանոցներում այն շատ մեծ կիրառություն ունի։ Օգտագործվում է թռչնամսի հետ, ձկի հետ, օգտագործվում է որպես համեմունք, իսկ մեր ամենասիրած խմիչքներից մեկը ջինը հենց իր համը, յուրահատուկ համը ստանում է գիհիների այդ պտուղների շնորհիվ, այսինքն սպիրտը ստանում են ցորենից, այնուհետև վերամշակում են գիհիների հատապտուղներով եւ ստացվում է միանմահական խմիչք։ Յուղից ստանում են բազմաթիվ տեղեր, որոնք օգտագործում են երիկամների, աղիների եւ բորբոքային պրոցեսների բուժման համար։ Ստանում են, ինչպես նշեցի, փայտանյութ, ինչպես նաև այն սովորական մատիտները, որ մենք օգտագործում ենք, հիմնականում ստանում են հենց գիհիների ճյուղերի շնորհիվ։ Իսկ ավելի հաստ բնից ստանում են ատաղծագործական գործիքներ, որտեղ նրանք շատ երկար կյանք ունեն։ Ապրում են այս բույսերը 300-ից 400 տարի։ Այնպես որ հաստատ արժե ունենալ եւ այնքան ապրեք, որ տեսնեք այդքան ինչքան է աճում այս բույսը։ Ինչ վերաբերում է բազմացմանը, բազմանում են շատ հեշտ կտրոնների օգնությամբ, եկեք ես ձեզ ցույց տամ։ Իհարկե բազմացումը շատ ավելի լավ է անել գառնանը, վաղ գառնանը կամ աշնանը եւ թողնել, իսկ վաղ գառնանը տեղափոխել արդեն պարտեզ արմատակալումները։ Եկեք հիմա նայենք ինչ պիտի արվի, շատ հեշտ է դարձյալ բազմանում։ Կտրում ենք ճյուղերից փոքր հատվածներ։ Որից կտրեմ, սիրելի Լարինե, որն է կբազմացնենք։ Այ դու նայում ես իրա վրա։ Սա։ Սկսենք սրանից։ Ուրեմն մի փոքր, այսպես մոտավորապես 10-12 սանտիմետրանոց կտրոններ ենք անում։ Մի հատ էլ կտրեմ, երկու հատ իրար հետ բազմացնենք։ Դրանից բույսի տեսքը բացարձակ չի փոխվում, սակայն հենց այսպես տնկել իհարկե բնականաբար չի կարելի։ Հեռացնում ենք ինչքան հնարավոր է այս փոքրիկ մասը, շատ քիչ տերև ենք թողնում նրա վրա։ Տերևներն էլ կարելի է այսպես ուզել մի քիչ։ Շեղությամբ կտրում ենք, հատախում ենք կորներինի լուծույթի մեջ, այսպես։ Հիմա ֆենշույում։ Ֆենշույում լայն կիրառություն ունի այս բույսը, որովհետև ամբողջովին կլանում է նեգատիվ էներգիան եւ կան չէ բույսեր, որոնց անվանում են ուրեմն երկաթյա վարագույրներ չարաճկից։ Դա հենց մեր գերաններն են, խորտեմին հատկապես կարմիրը, դա տրադեսկանցիա զեբրինան է, հիշեք, եւ դրանցից մեկն էլ համարվում է հենց մաժիվի։ Իսկ պարարտացումը ճիշտ կլինի անել հատուկ փշատերևների համար նախատեսված պարարտանյութով։ Եթե տալիս եք այս հատիկավոր գրանուլ տարբերակը, ապա 1 մետրանոց գիհի համար կարող եք օգտագործել 1 ճաշի գթալ, ամիսը 1 անգամ։ Իսկ սա իհարկե 5 գրամը նախատեսված է 1 լիտրի համար։ Այսքանը սիրելի հետևորդներ, չմոռանաք հետևել հաղորդումներին եւ դնել ձեր լայքերը, որը շատ կարեւոր է ալիքի զարգացման համար։ Մենք կհանդիպենք, նաեւ չմոռանաք գրել ձեր հարցերը, որոնց ես ամեն օր սիրով պատասխանում եմ։ Ստեսություն։